Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում մենք հասել ենք մի կետի, որտեղ գաղտնիքները այլևս հնարավոր չէ պահել փակի տակ, եւ ճշմարտությունը որքան էլ ցավոտ լինի, սկսում է դուրս հորդել։ Այսօրվա սերիայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վերջնականապես կփոխեն հերոսների հարաբերությունները։ Սկսենք Մագդայից, ով հայտնվել է անելանելի վիճակում։ Նա զգում է, որ Կարենը իրենից ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ վտանգավոր խաղ է խաղում, բայց չի հասկանում ինչ։ Հուսահատված նա դիմում է Էդոյին։ Էդոն նրա համար վստահելի մարդ է և Մագդան խնդրում է օգնել, խորհուրդ տալ։ Էդոն լսելով աղջկա անհանգստությունը խոստանում է մտածել և անջատում է հեռախոսը։ Բայց նա մենակ չէ։ Այս պահին ամենակարևոր քննարկումը տեղի է ունենում Էդոյի և Նորոյի միջև։ Նրանք սկսում են վերլուծել փաստերը, համադրել Լանայի պահվածքը, Կարենի հայտնվելը և անցյալի դրվագները, և գալիս են միասնական ցնցող եզրահանգման։ Լանան հաստատ Մագդայի մայրն է։ Այս բացահայտումը Նորոյի համար դառնում է ազդանշան։ Նա հասկանում է, որ այլևս ժամանակ չկա լռելու։ Նորոն Էդոյին ասում է, որ միակ ճիշտ ելքը Արշակին ամեն ինչ պատմելն է։ Ուշադրություն դարձրեք Նորոյի տրամաբանությանը։ Նա ասում է, որ կապ չունի Լանան կենսաբանական մայրն է, թե ոչ։ Փաստն այն է, որ այդ կինը տարիներ շարունակ թաքցրել է իր ինքնությունը, ստել է և մտել է այդ տուն կեղծիքով։ Իսկ որտեղ կա սուտ, այնտեղ կա վտանգ։ Էդոն լիովին համաձայնում է ընկերոջ հետ։ Սա նշանակում է, որ Նորոն պատրաստվում է պայթեցնել ռումբը, որը կքանդի Լանայի խաղը։ Մինչ Նորոն և Էդոն ծրագրում են իրենց քայլերը, Լանան կատարում է հուսահատ քայլ։ Նա զանգահարում է Արշակին։ Սա Լանայի վերջին ճիչն է։ Նա փորձում է Արշակին հասկացնել, որ ինքը սովորական աշխատող չէ, որ իր ներկայությունը այդ տանը պատահականություն չէ։ Նա ասում է. «Ես կարևոր մարդ եմ»։ Արշակը բնականաբար շփոթված է։ Նա հարցնում է. «Ով ես դու իրականում», բայց Լանան, հավանաբար վախենալով կամ չկարողանալով արտաբերել բառերը, անջատում է հեռախոսը։ Այս կիսատ մնացած խոսակցությունը ավելի է սրում իրավիճակը, և ճակատագրի հեգնանքով Մագդան ականատես է լինում Արշակի խառնաշփոթին։ Նա լսում է հատվածներ և հարցնում է եղբորը, թե ինչ էր ասում Լանան։ Արշակի պատասխանը՝ «Ես ինքս էլ չեմ հասկանում», ցույց է տալիս, որ օղակը սեղմվում է։ Բոլորը զգում են, որ ինչ-որ մեծ գաղտնիք կա օդում կախված։ Եվ ահա գալիս է սերիայի ամենալարված պահը։ Նորոն գալիս է Արշակի տան մոտ։ Նա չի մտնում ներս, զանգում է Մագդային։ Նորոյի ձայնի մեջ կա վճռականություն և տագնապ։ Նա պահանջում է, որ Մագդան հենց հիմա դուրս գա, քանի որ խոսելու շատ կարևոր թեմա կա։ Մագդան, ով դեռ ապրում է իր աղջկական պատկերացումներով, դուրս է գալիս, մտածելով, թե Նորոն խանդում է իրեն Կարենի հանդեպ։ Նա կարծում է, թե սա հերթական սիրային պարզաբանումն է, բայց իրականությունը շատ ավելի դաժան է։ Նորոն եկել է ոչ թե խանդի, այլ փրկության համար։ Նա պատրաստվում է Մագդային բացել Կարենի իրական դեմքը, ասել, որ նա վտանգավոր մարդ է։ Բայց արդյոք Նորոն կասի ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք նա կասի Մագդային, որ Լանան նրա մայրն է, թե կսահմանափակվի միայն Կարենի մասին զգուշացումով։ Մագդայի դեմքի ժպիտը, երբ նա մտածում է խանդի մասին և Նորոյի շուրջ, մտահոգ հայացքը ստեղծում են մի հակադրություն, որը ստիպում է մեզ շունչներս պահած սպասել։ Սա մի պահ է, երբ Մագդայի անհոգ կյանքը կարող է փլուզվել մեկ վայրկյանում։ Սիրելի դիտողներ, մենք կանգնած ենք շատ լուրջ և մեծ բացահայտման շեմին։ Ինչ եք կարծում, Մագդան կհավատա Նորոյին, թե կմտածի, որ նա պարզապես փորձում է սևացնել Կարենին խանդի հողի վրա։ Իրավիճակը իսկապես պայթյունավտանգ է։ Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում, ինչպես նաև անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ վերլուծությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։